Այսօր դրանում է հոկտեմբերի 28-ի ոճրագործության 26 տարին 1999 թվականի Նաիրի Հունանյանի հանցախումբը ներխուժելով ազգային ժողով սպանեց խորհրդանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8-ը վիրավորվեցին։ 2003 թվականի դեկտեմբերին դատարանը Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ՑՄՀ ազատազրկման։ Հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման։ ՑՄՀ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։ Նոբարաշեն քրեակատարողական հիմնարկում նախորդ ամռանն էլ մահացավ գործով ՑՄՀ դատապարտյալ Աշոտ Կնազյանը։ Հանուն իշխանության պահպանման Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է անցնել յուրաքանչյուր սրբության վրայով։ Այս մասին գործարար Սամվել Կարապետյանն ասել է, ուղերձում իր, որը հղել է ԱԾՄ մեկուսարանից, կարգալույծ Արված Ստեփան Ասատրյանը, նախկինում Տեր Արամ Քահանան, Հովանավանքում հոկտեմբերի 26-ին պատարագ է մատուցել, որին մասնակցել է իշխանական վերնախավը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Երեկ և անցած օրերին տեղի ունեցած իրադարձությունները եկան ապացուցելու իմ ամենավատ կանխատեսումները։ Փոքրիկ խմբակը ցույց տվեց, որ հանուն իշխանության պահպանման այդ մարդիկ հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում չտեսնված արար գործեցին, փորձելով թշնամաբար կոտրել հայ առաքելական եկեղեցու կարգը և արատավորել սուրբ պատարագն իրենց միջամտությամբ։ Դրանով ազգային պառակտման ճանապարհին այս իշխանությունները նոր քայլ արեցին, արժանանալով ողջ հայության դատաստանին և զայրույթին։ Կարելի է վստահ լինել, որ այսքանով փոքրիկ խմբակը կանգ չի առնելու, գրել է Կարապետյանը։ Հայաստանը հենց այսօրվանից պատրաստ է ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա երթուղով։ Այս մասին 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա այս պահին միակ տարբերակն է, որը մենք կարող ենք իրականացնել, եթե ենթադրենք, որ Թուրքիայից բեռնատար է մոտենում Մարգարայի անցագրային կետին ուղևորվելու դեպի Ադրբեջան, ապա մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա։ Մեր ճանապարհները մինչև Գորիս, Կորնիձոր լավ վիճակում են գտնվում, ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով Կորնիձորում էլ որոշակի ենթակառուցվածքներ կան, հետևաբար հնարավոր է նաև Ադրբեջանից Թուրքիա ուղղությամբ բեռնատարների տարանցում իրականացնել։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել Երևանում հոկտեմբերի 28-ից 30-ը կայանալիք Եվրանեսի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները։ Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդական հանձնաժողովի նախագահ Լևոն Մախալաշվիլին փաստամակ է եղել Եվրանեսի ղեկավարությանը, պարզաբանելով այդ որոշումը։ Եվրախորհրդանի որոշ պատգամավորների թշնամական ռետորաբանությունը և Թբիլիսիում բողոքի ցույցերին նրանց մասնակցությունը հակասում են փոխադարձ հարգանքի սկզբունքներին։ Եվրախորհրդանի պատվիրակության որոշ անդամներ հայտարարություններ են արել, որոնք մեր երկրում հասարակական անկարգություններ, արմատականացում և բռնություն են հրահրել, ասված է հայտարարությունում։ Հայաստանի քաղաքացիները 2026 թվականի հունվարի 1-ից առկա քարտերով արված վճարումներից ստանալու են 2% հետվճար։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Այս ծրագիրը մշակել ենք առկա համակարգի հետ։ Հիմա վերջնականացման փուլում ենք։ Մեր նպատակն է ծրագիրը գործարկել հունվարի 1-ից։ Հետվճար ստանալու են բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն առկա քարտեր։ Հետվճարը կստանան այդ քարտերով արված բոլոր վճարումներից, եթե դա չի վերաբերում խաղային ոլորտին, նշել է Հովհաննիսյանը։ Թուրքիայի Կարս նահանգի բնակիչներն իրականացրել են իրենց 20-ամյա երազանքը։ Հայաստանի հետ սահմանին հսկայական պետական դրոշ են տեղադրել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ 6 մետր չափի վահանակը տեղադրված է 15 մետր բարձրությամբ դրոշակաձողի վրա և տեղադրված է Կարակուզի լեռան գագաթին մոտ 2500 մետր բարձրության վրա։ Դրոշի շուրջ մոնտաժված է լուսավորության հատուկ համակարգ, որի շնորհիվ այն հիանալի երևում է նույնիսկ գիշերը, այդ թվում նաև հայկական կողմից, նշում են թուրք լրագրողները։ Այսօր Վանաձորում տեղի է ունեցել մեր ձևով ժողովրդական շարժման 2 գրասենյակի բացումը։ Այս մասին հայտնում է շարժման Facebook-յան էջը, գրասենյակը գտնվում է Տիգրան Մեծի 28 և Խորենացի 8 կոտորակ 11 հասցեներում։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ելույթում խոսել է Վանաձորի առջև ծառացած խնդիրների մասին և ներկայացրել քաղաքի զարգացման տեսլականը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի բնակչության թվով 3-րդ քաղաքը նախկինի պես արդյունաբերական աճի ներուժ ունի և կարող է դառնալ երկրի արդյունաբերական ու
զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Շարժման աշխատանքային շրջայցն ավարտվել է Դարպաս գյուղում, որտեղ շարժման անդամները հանդիպել են բնակիչների հետ, ծանոթացել նրանց առօրյայի եւ նրանց հուզող խնդիրներին։ Հանդիպման ընթացքում շարժման մասնակիցները ներկայացրել են Հայաստանի գյուղական համայնքների զարգացման իրենց տեսլականը եւ դրանց ամրապնդմանն ուղղված առաջարկվող նախաձեռնությունները։ Ձմեռային անվադողերով երթևեկելը նոյեմբերի 15-ից պարտադիր պահանջ է, այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե թեթև մարդատար ավտոմոբիլների եւ մինչեւ 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված են ձմեռային անվադողեր եւ սառցակալած կամ դյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 մմ եւ դրանից պակաս է, ասված է հայտարարության մեջ։ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Եվրանես խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ից 30-ը Երևանում։ Այս մասին ԱՊ-ին հայտնել է Եվրանեստում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին։ Եվրախորհրդարանում փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք Եվրանեստի խմբգործունեության հիմաստ են, ըստ ադրբեջանական պատվիրակության ղեկավարի, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Այս հայտարարությունները նաեւ չեն աջակցում տարածաշրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Հակառակը տարածաշրջանում թշնամանքի շարունակմամբ շահագրգռված ուժերի ջրաղացին ջուր են լցնում։ Միլի մեջլիսը բազմիցս բողոքել է դրա դեմ, հայտարարել է նա։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Վրաստանը եւս հրաժարվել է խորհրդաժողովի մասնակցությունից։ Երևանը բանավոր հրավիրել է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներին մասնակցել հաջորդ տարի Հայաստանի մայրաքաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ փաստաթղթային հրավերներ դեռևս չեն ուղարկել։ Արդյոք Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիպ Էրդողանը կժամանեն Երևան, Միրզոյանն ասաց, որ դեռևս դետալները քննարկելու առիթ չի եղել։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում անցկացվելու է 2026 թվականի մայիսի 4-ին։ Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ հայոց կաթողիկոսն ընդունեց քահանայական կոչմանն արժանացած նորաոձ 6 քահանաներին, ուղեկցությամբ Սյունած թեմի առաջնորդ գերաշնորհ Մակար եպիսկոպոս Հակոբյանի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Հանդիպմանը Մակար եպիսկոպոսն իր երախտագիտությունը հայտնեց հայոց հովապետին քահանայական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։ Սրբազանն ընդգծեց, որ նորաոձ քահանաները իրենց նվիրյալ ծառայությամբ ու ազգանվեր գործերով նոր ավյուն կհաղորդեն մեր ժողովրդի հոգևոր կյանքին։ Այնուհետև կաթողիկոսը շնորհավորեց նորընծաներին քահանայական օծման եւ ձեռնադրության արդիվ բերելով նրանց իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները։